Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այո, հրաշալի օր ունեցանք, ողջունեմ բոլոր ներկաներուն եւ ովքեր որ պիտի միանան մեզի ցայնայերեզեն, օրհնված եղեք բոլորը դալ։ Այսօր նախ սկսենք աղոթքով եւ հետո անցնենք մեր խոսքին։ Այո, Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ այս օրվա համար, շնորհակալ ենք քեզ, որ ամեն օր մեզի քո խոսքը դղրգես, որովհետեւ մեզի բահես, պաշտպանես եւ օրհնես Տեր։ Այո, մեր սիրտերը բաց, որ այս խոսքը մենք ընդունենք Տեր, եւ մենք ասկե վերջ սկսենք մեր ամբողջ սրտով վստահել քեզ, ինչ իրավիճակի մեջ ալնանք։ Այն բոլոր բաները, որ մեզի կխանգարե Տեր, որ քեզի չվստահենք, այն բոլոր բաները, որ եկած են, որ մեր հույսը տնենք, այն բաները, որ քո գամքիդ համաձայն չէ Տեր, քեզի կհանձնենք եւ կսենք, որ իրենք բարդված են եւ թուն հաղթած ես Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Այսօր ուրեմն աղոթքենալ, փառաբանությունենալ, երևի ըսկացիկ ինչի մասին է խոսքը, այսօր պիտի խոսեմ վստահության մասին։ Վերնակիրը դրած է մասանք, նեղության օրդ Աստծո փնտրե եւ ամբողջ սրտով անոր վստահիր։ Հիմա գուզեմ հարց տալ, իրավ մենք, երբ որ նեղության կհանդիպենք, նախ կփնտրենք Աստծո։ Երկրորդը Եթե կփնտրենք, գրնանք կոր իրեն ամբողջ սրտով վստահել եւ ոչ թե ոչ։ Գրնալը ասենք, այո, ես Աստծուն վստահած եմ, բայց մենք մեր ճամփան կգալենք կոր։ Անունով ճագերտներու մեջ մենք վստահած ենք Աստծո, բայց մեր սիրտը իրականության մեջ ամբողջ սրտով Աստծուն չէ վստահած։ Այո, շարունակելով խոսքը մեր սիրտերը պիտի քննենք։ Պիտի գարտամ Երեմիա 17 7-9 Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, եւ դերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի։ Նա իր արմատները գծքի գետի մոտով եւ չի տեսնի տաքության գալու ժամանակը։ Նրա տերևները կանաչ կլինեն երաշտի տարում, նա չի մտահոգվի եւ չի դադարի պտուղ տալուց։ Սիրտն ամենից ավելի խաբեբայ է եւ կամակոր, այն ով կարող է հասկանալ։ Ամեն։ Օրհնյալ է, այսինքն օրհնություն գա Աստծուն վստահելու մեջ։ Օրհնյալ է այն մարդը, որ Աստծուն կվստահի։ Եվ ինչ հրաշալի օրհնություններու մասին է կորված։ Ձար մնե, որ ճուրերուն քով դնգված է։ Այսինքն ինքը Աստծուն է, ճուրը ով է, քեդը ով է, Աստծո խոսքն է։ Եվ որ թուն քեզի գդնգես, եւ որ Աստծուն վստահես, որ ադի գդնգես, որ թուն քեզի քեդերուն քովը։ Աստծուն մոդիկ, խոսքին մոդիկ, որ թուն այդ խոսքը քեզի սնուց է։ Եվ որ թուն խոսքին մոդես եւ խոսքն է քեզի սնուցողը, թուն գսե որ երաշտի դարում, այսինքն սովի դար կա, ինչ սով, ըլլա ֆինանսական սով, ըլլա գրիվները, աս ամեն ինչը ինչն է չորություն։ Ինչ որ սովալ ըլլա գսե որ թուն պիտի չի թաթարիս բդուղ դալեն։ Այսինքն COVID իրավիճակները ինչ որ ալքան քեզի պիտի չի խանգարե թուն բդուղ դալեն։ Բդուղ ինչ է երջանկությունը, խաղաղությունը, ուրախությունը, առողջությունը, ինչ որ ալլա շուրջդ թուն դնգված ես այն քեդինքով եւ քո վստահությունդ Աստծո վրա է։ Այո, խոսքը շարունակելով ինչ կսե, սիրտը խաբեբայ է եւ գամագոր։ Այսինքն ինչն է որ մեզի չի ցկեր, որ մենք Աստծո վստահենք, մեր սիրտը։ Մեր սիրտը ինչով լցված է վիրավորանքով, մեր սիրտը ինչով լցված է սկացումներով, որ ինձի լավ բանը չլար, որ ես չեմ գրնար ամբողջ սրտով Աստծուն վստահեմ, որ հիմա վատ բանը պիտի ըլլա, խաբեբայ եւ գամագոր, այսինքն գամագոր է ինքը չուզեր որ ամբողջ սրտով Աստծուն վստահել, ինքը ուզե որ իր ջամփաները կփնտրե որ իր խնդիրներեն դուրս գալու գամագորություն գնե որ իր գամքը գադարելու եւ ոչ թե Աստծուն վստահելու։ Հիմա ուրեմն մի քանի հետաքրքիր պատմություններ բերած եմ ցեզի հին ուխտեն, որ շատ հետաքրքիր է իսկապես նայելով այս թագավորներուն, ովքեր ինչ խնդիրների մեջ եւ ինչպես դուրս եկան այս խնդիրներեն եւ Աստծո հրաշքներ տեսան եւ վստահ եմ բոլորս հոս պատմություններ գսիրենք։ Ուրեմն պիտի գարտամ Ասա թագավորի մասին, երկրորդ մնացորդած 14:2-4 իր մասին գրված է։ Անունը Ասա է։ 14:2-4 Ասան բարի եւ ուղիղ գործեր արեց իր դեր Աստծո աչքի առաջ։
Նա վերացրեց օդար զոհասեղանները ու բարձր դեղերը, գոդրադեց արձանները եւ գդրդեց աստարովները։ Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն եւ կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։ Շատ հրաշալի թագավոր, որ Աստծո ջամփաներու մեջ է, ոչ միայն մեջն է, ինչ սխալ բան կա, մեղք, գուրքեր, ամենը քանթեց փշրեց երկրին վրա եւ առաջնորդեց իր ժողովրդին փնտրեն Աստծուն։ Շատ կարևոր է Աստծուն փնտրել։ Ցավոք սրտի մեր քրիստոնյա ժողովուրդը պիտի չի խոսիմ աշխարհի մասին, որովհետև աշխարհը գաբրի այնպես ինչպես որ ինքն է ուզում։ Բայց մեր ժողովուրդը քրիստոնյա շատ ադեններ գելեն ջամփա առանց Աստծո գամքը փնտրելու, առանց Աստծուն փնտրելու։ Արդյոք ես աս ջամփայով կնամ դեր Աստված, ամուսնանալու գելեն առանց Աստծո գամքը փնտրելու, գամ կորց բիզնես կսկսին առանց Աստծո գամքը փնտրելու, գամ ինչ որ ջամփա որ գելեն առանց Աստծո հարցնելու, բայց կտեսնանք Աստծո թագավոր անանք չէ եւ գսեր որ նա հրամայեց ժողովրդին փնտրեն Աստծո երեսը։ Շարունակելով պիտի գարտամ 8-ն 12-ը։ Ասան Հուդայում Վահան եւ Նիզակ գրող 300,000 զորք ուներ, իսկ Բենյամինում ասվար գրող եւ աղեղ քաշող 280,000 զորք։ Սրանք բոլորը զորավոր քաչեր էին։ Եթովացի Զարան 1 միլիոն զորքով եւ 300 մարտագարքով նրանց թեմ ելավ ու եկավ մինչեւ Մարեսա։ Այսինքն դեսնանք որ մոդավոր Ասայի զորքի չափը 580,000 էր եւ թշնամիները ելան Ասա թագավորին հետ պատերազմելու 1 միլիոնանոց զորքով։ Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն ասելով. Ով Տեր, քեզ համար մի մեծ բան չէ, թե հզորին, թե դրգարին օգնելը։ Օգնիր մեզ, ով մեր Տեր Աստված, որովհետեւ մենք քեզ ենք ապավինել եւ քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ով Տեր, դու ես մեր Տեր Աստվածը, թող մարդը քեզանից ուժեղ չլինի։ Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի եւ Հուդայի առաջ ու եթովպացիները փախան։ Եվ որ նեղությունը եկավ մոտեցավ, Ասան ինչ հրավ։ Իր 580 ապավինեց Աստծուն, թունես որ գրնաս ինձ ազատես, քեզի համար մեծ բանը չի գա, 1 միլիոնանոց զորքը ով է, մարդը ով է քեզի համար։ Մենք երբ որ խնդիրը կմոտենա, առաջինը Աստծուն կանք, վստահելով որ Աստված, այո, եթե 580,000 է մեր զորքը, 1 միլիոնանոց զորքի թեմ ելած ենք, մենք Աստված ունենք։ Մեր Աստվածը այո ավելի մեծ է, քան այն բոլոր խնդիրները, որ կա 10,000 խնդիր գրնալալ քո առջևդ կա, եւ դու մինակ կսկաս քեզի։ Մինակ չես սիրելիս, Աստված քո հետ է։ Ամբողջ սրտով ապավինիր եւ Դեր Աստված թուն ինձ պիտի հանես աս խնդիրեն։ Ըլլա ֆինանսական խնդիր, ըլլա առողջության հետ կապված խնդիր, ըլլա ընտանեկան խնդիր։ Ինչ խնդիր ալ որ ըլլա թեմդ վստահությունը թիր Աստծուն եւ փնտրե Աստծուն։ Գիտես, շատերս երբ որ խնդրի մեջ կլանք, կուզենք արագ ելենք այդ խնդիրեն եւ մեր մարդկային ջամփաները կփնտրենք, ասոր հետ ասանք հաշտվիմ, ասոր հետ ասան գնեմ, կամ ասան գնեմ, քանի որ ժամանակ չի գա վստահելու, Աստծո վերցնելու, ընելու, անոր համար մենք կքալենք այնպես, ինչպես որ հարմար է մեզի։ Բայց երբ որ խնդիրը կա, առաջին բանը գեցիր եւ Աստծուն փնտրե եւ Աստծուն ապավինե։ Ամեն։ Շարունակելով պիտի գարտամ երկրորդ մնացորդած 16:2-3։ Խոսքեր շատ պիտի գարտամ, քանի որ հետաքրքիր պատմություններ կդածեմ ցեզի համար։ Աստան արձատ եւ ոսկի հանեց Տիրոջ տան եւ թագավորի տան գանձարաններից եւ ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին ասելով. Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև, ահա քեզ համար արձատ եւ ոսկի ուղարկում արի քանդիր Իսրայել թագավորի Բասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա։ Ասա թագավորը Հութա քաղաքի թագավորն էր, Իսրայելը ելած էր իր թեմ բادرազմելու։ Այս անգամ նույն Ասան, որ 1 միլիոնանոց զորքի թեմ ելավ 580,000 հոգով, գնաց ուրիշ երկրի համար տրամ ղրգեց, ասա որ եգուր համակորձակցիր հետս եւ միասին որբեսի հաղթենք աս թագավորին։ Այսինքն ադադեն երբ որ ինքը գրծավ Աստծուն վստահել, այս անգամ իրեն վստահությունը մարդն է։ Այս անգամ ինքը բարեկամ ծանոթ, ուժեղ բժիշկ,
աս հարուստ մեգուն հետ լավություն ունեմ կամ չեմ գիտեր ինչ մարդկային բան կա որ մենք իրենց մի արդեն կսպասենք որ օգնությունա եւ անշուշտ անանի մարգարեն գուքա ասա թակավորին հանդիմանելու 7-9 բիտ կարդան այդ ժամանակ Հուդայի թակավոր ասայի մոտ եկավ Անանի տեսանողը եւ ասաց որովհետեւ դու ապավինեցիր ասորիների թակավորին եւ չապավինեցիր քո Տեր Աստծուն դրա համար ասորիների թակավորի զորքը ազատվեց քո ձեռքից Միթե եթոպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակարգերով եւ ձիավորներով, բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց, որովհետեւ Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով են հարում իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու։ Ինքը խաղաղություն ուներ, ինքը ամեն դեղ հաղթող էր։ Շատ ժամանակ մեկ խնդիրի մեջ գինանք, մենք հզոր ենք, վստահենք որ Աստծո քանի որ մեծ է ուրիշ ճամփա չունենք, ուրիշ ադեններ կտեսնանք որ ուրիշ ճամփաներ կփնտրենք որ եւ մարդու ուժին կվստահենք որ մեր ամուսնու ուժին կվստահենք որ մեր չեմ գիտեր ուրիշ մարդկանց վրա է մեր վստահությունը Անոր համար Աստված ասավ քանի որ քո վստահությունը իմ վրաց չէր այլ մարդու եւ բարձվեցավ Խոսքը Երեմիա 17:5-9 երբ որ մենք կարդացինք օրտնված մարդը այդ մարդը ով որ Աստծո վրա էր վստահությունը դրած ինչ հրաշալի բաներ ուներ Հիմա տեսեք նույն խոսքը նույն այսինքն գլխում Երեմիա 17:5-9 գսե ինչ է այն մարդուն վիճակը որուն վստահությունը մարդն է Այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում, եւ մարմինն իրեն բազուկ է դարձնում, եւ որի սիրտը խոտորում է Տիրոջից, հեռացել է Տիրոջից։ Ինչն է պատճառը, որ մեր սիրտը չի գրնար որ Աստծուն վստահել, որովհետեւ մեր սիրտը հեռացած է, մենք մոտ չենք, մենք չենք տեսնար որ Աստծո հզորությունը։ Անոր համար հեռացել ենք եւ սկսել ենք մարդու վստահել։ Իմաստության վստահիլ, քիդությանը վստահիլ։ Գսեք որ վստահում է մարդուն եւ բազուկ անում, պաշտպանություն գտնելով։ Մենք երբ որ սխալ ճամփա ունենք, մարդուն վահան կվերցնենք, որ աս մարդը պաշտպանի, աս մարդուն յետևը գերտանք, որբեսի պաշտպանվենք։ Նա պիտի լինի ինչպես Մոշենին անապատում, հոն ճուրերուն կողներ, այս անգամ անաբատ։ Խոսք չունիս, անաբադային վիճակ, չորություն։ Երբ բարիքը կա, այն չի պիտի տեսնի։ Անաբադի մեջ բարիքն ալ կա, պիտի չի գրնա տեսնել բարիքը։ Գույր գլա, այն մարդը, որ իր սիրտը հերու է Աստծուց մե, պիտի բնակվի անաբադի խանձված տեղերում, աղի եւ անբնակ երկրում։ Կտեսնանք, որ մարդու վստահությունը ինչքան լավ մարդը լա, ինչքան լավ բան, ինչի վրա վստահած ես, քու գումարիդ, քու առողջությանդ, քու գեղեցկությանդ, քու իմաստությանդ, ինչի վրա վստահած ես, քեզի պիտի տնի այդ անաբադի չոր դեղերը, որովհետև մարդը եւ մնացած բաները, որոնք վստահած ենք ուժ չունին մեզի ազատելու, այն բաներ են, որ մենք կմտնանք կոր անոնց մեջ։ Մի գարտամ երկրորդ մնացորդած 16:10 Ուրեմն աստան գսե որ փարգացավ մարգարեին վրա որ եկավ հանդիմանեց իրեն եւ փանդարգեց որովհետեւ զայրացած էր նրա դեմ այդ բանի համար այդ ժամանակ աստան ժողովրդից ոմանց ճնշեց եւ որ մենք հերու ենք Աստծուց մե եւ որ մենք Աստծուն չենք վստահիր որ չղային վիճակ կունենանք Փարգացած կլնանք, երբ որ մեկը գուքա գսե վստահիր, մեր սիրտը քարացած է, մենք չենք ուզեր որ Աստծուն վրա տնենք մեր հույսը։ Եվ գսե որ այդ հուսալի բաները, երբ որ գուքան չենք կրնար ընդունել։ Շարունակելով 12 եւ 13-ը տեսեք Ասայի վերջապանը ինչ եղավ։ Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության 30-րդ տարում եւ նրա հիվանդությունը ծանրացավ, բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։ Ասան ննջեց իր հայրերի հետ եւ մեռավ իր թագավորության 41-րդ տարում։ Նույն Աստա թագավորը, որ 1 միլիոն ժողովրդի թեմ ելավ եւ հաղթեց, երբ որ ինքը մարդու վրա սկսավ տնել, երբ որ իր սիրտը հեռացավ, նույնիսկ հիվանդությունը եկավ եւ հիվանդության ժամանակ զղջալու, աբաշխարելու, խնդիրներու ժամանակ Աստծուն փնտրելու, Աստծո վրա կոնեմ վստահություն տնելու
նորեն չգրցավ վստահել եւ իր վստահությունը բժիշկներուն եւ թեղերուն վրաներ ոչ մի բժիշկ ոչ մի թեղ ավելի զորավոր չէ քան Աստծո զորությունը որ մեզի կրնա փրկել եւ բժշկել քանի բժիշկներու կով կացող հիվանդներ մահացած են այո առողջանալն ագա այո Աստված ինքն է գիտություն տվողը բայց մեր վստահությունը չլա բժիշկին այլ Աստծո վրա որ այդ բժշկի միջոցով մեզի պիտի օրհնեն այլ Աստծո վրա այդ թեղերը Աստված է որ ինքը պիտի բժշկե եւ մեր վստահությունն է հարցը ոչ թե բժշկությունը եւ թեղը ուր է մեր վստահությունը քիչ մը Աստծո քիչ մը բժիշկներուն քիչ մը թեղերուն քիչ մը ասան գնեմ ավելի առողջ լամ թե Աստված թե առողջ ապրելակերպը հաջորդը բերած եմ Դավիթ թագավորի մասին պիտի պատմեմ որ Դավիթ թագավորը հզոր թագավոր արյուծներու թեմ ելավ արյուծներուն բերանը պատրեց Գողիաթին թեմ ելավ Գողիաթին պատրեց երևի չի գարտամ բայց պատմությունը մոդավոր գսեմ ուրեմն դեսեք Դավիթին ինչ փորձություն եկավ սատանան կանգնեց Իսրայելի դեմ եւ դրթեց Դավիթին որ իսրայելիցիներին մարտահամար անի իր ժողովուրդը իր ուժը նայ մեկաթավակե դեսնա իչափ բանունի ժողովուրդ ունի զորք ունի մարտահամարն է այսինքն սատանան եկավ սիրտին հետ սկսավ խաղալու գնա նայր ուժիդ վրա վստահությունդ դիր իմաստությանդ վրա դու հզորացել ես արդեն դու գրնաս կոր քանի պատերազմ հաղթեր ես գնա եւ հաշվի քանի հատ զորք ունիս որ այդ զորքիդ վրա ես 1 միլիոնանոց զորքի դեր մարդ եմ Գիտես, երբ որ այսօր ես կուքայի գոր կարոզելու համար, ասկի առաջ կարոզել եմ արդեն ասանք հանգիստ եմ, աստուծմի ատչապ չեմ գախվիր է, աղոթեմ, որ լավ անցնի կարոզս, և ես իմ մեջս սկացի, փորձիս վրա դրած եմ, ասկի առաջ կարոզել եմ լավ եղեր է, ասված լվեր է, և որ փորձ կունենանք, որ կմեցնանք որ աստծո մեջ, այլ ամբողջ սրդով չենք գախվիր, որ այնպես ինչպես առաջ էինք, Մեր իմաստությանն ենք վստահում, նայում մենք ինչ ուժ ունենք, մեր գիտությանը, ինչի փորձառությանը, այն փորձառությանը, այն իմաստությանը, որ Աստված է տվել, մենք ադոր վրա կսկսենք կորհենվել, այլ ոչ թե ամբողջ սրտով, ասե մանուկներու բես եղեք, մանուկները իրենք ինչ են Աստծուց մեկ սպասեն, ամեն մեկ բզդիկները քեզ մեկ սպասեն, որ դու գերագրես, դու անես։ Մենք ալ մանուկներու բես լանք եւ մեր իմաստության վրա չլա մեր ջամփաները ինչպես գիտենք Թագավորին Դավիթ թագավորը իր այդքան բաներու հասնելեն հետո ուզեց ամեն զորքը հաշվել որ իր հույսը տնե իր իմաստության վրա Այսօր մենք երբ որ խնդիրի առջև կգենանք կփնտրենք կոր Աստծուն ոչ թե մեր իմաստությունով գուզենք կոր ելնանք աս խնդիրներեն ոչ թե մեր հույսը դրած ենք մարդու վրա ոչ թե ինչի վրա դրած ենք մեր ամբողջ սրտով մենք կվստահենք կոր Աստծուն ոչ թե գես սրտով Արագած 3:5 Քո ամբողջ սրտով աբավինիր Տիրոջը եւ քո ըմբռնողությանը մի աբավինիր ըմբռնողությունը ինչ է հասկացողությանը իմաստությանը ես գիտեմ ես ամեն բան գիտեմ ինձ մեկը թող բամը չսե ես գիտեմ Քո բոլոր ճանապարհները ճանաչիր նրան եւ նա կողի քո ճանապարհները այսինքն ինչ ճամփայի մեջ ես Աստուն ճանչի այդ ճամփային մեջ ամեն անգամ Աստված նոր ծև գայտնվի քեզի ամեն անգամ քո խնդրիդ մեջ ֆինանսական ըլլագամ ուրիշը ամեն ճամփաներուն մեջ Աստծո հետ ճանչի Աստուն փնտրելով գճանչնաս Աստված քեզի ինչպես պիտի հանե աս ճամփային եւ գշտկե քո ճամփաները եթե թեգուս ձրված է քո սիրտը թերացած է նա գուխե քո ճամփաներդ երբ որ ճանչնաս իրեն դու քո աչքի առաջ իմաստուն մի եղիր Վախեցիր Տիրոջից եւ վանիր չարը։ Չարությունն է, որ մենք մեզի ավելի լավը կտեսնանք, որ ավելի իմաստուն կտեսնանք, որ ավելի կարող կտեսնանք, որ մենք մեր խնդիրները կրնանք լուծել։ Սա քո մարմնին առողջություն եւ քո ոսկորներին բարօրտություն պիտի լինի։ Հոգսը ինչ կնե, մեզ ամբողջ օրը չղային վիճակի մեջ կտնե։ Ամբողջ օրը փարգության մեջ ենք, ամբողջ օրը մենք Ադի ինչ կնե գաբագանը մեր մարմինները, ասեք որ Աստծուն վստահելը քեզ համար առողջություն է։ Եվ քո ոսկորները բարարդություն պիտի ըլլան։ Դիրոջը բացվիր քո ունեցվածքից եւ քո բոլոր բերքերից։ Նայեցեք, վերը գխոսի որ վստահության մասին
Անմիջապես հետո կշարունակի որ ունեցվածքովդ բադվե եւ քո բոլոր փերքերից երեխայրի քեզ այսինքն երբ որ մենք մեր ընծաները մեր ֆինանսը կբերենք որ Աստծո գսենք որ մենք քեզի կվստահենք որ թուն մեր ֆինանսը պիտի լուծես մենք չենք լուծողը մեր ֆինանսը վստահություն է որ մենք Աստծուն ենք բերում մեր ունեցվածքից այն ժամանակ քո շտեմարանները առատությամբ կլցվեն եւ քո հնձաներից նոր կհինի կհորթի օրտնությունն է երբ որ քո դու վստահում ես Աստծուն քո ֆինանսները քո առողջությունը քո ընտանիքի վիճակը ամեն Բիդի փանանք երկրորդ մնացորդած 22-ն 3-ը բիդի վերջին պատմությունը մեր Հոսափատ թագավորի մասին է Ոմանք եկան եւ տեղեկացրին Հոսապատին ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից, Ասորիկից եւ ահա նրանք ասասնաթամարում են, այսինքն Ենգադիում»։ Հոսապատը վախեցավ, երեսն ուղեց դեպի Տերը, փնտրելու նրան եւ ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ Երբ խնդիրը եկավ, երբ զորքը եկած էր, ծոմապահություն եւ փնտրել Աստծուն։ Նեղություն գուքա, ծոմապահություն Աստծուն փնտրել։ Որովհետև իր մեջ է մեր հավատքը, իր մեջ պիտի վերցնենք մեր փրկությունը, իր մեջ պիտի վերցնենք մեր լուծումները։ 6-9 Եվ ասաց ով մեր հայրերի Տեր Աստված, դու չես այն Աստվածը, որ բնակվում է երկնքում եւ տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա։ Քո ձեռքում են զորությունն ու ուժը եւ ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ Չէ որ դու, ով մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առաջից եւ երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբ รา համի սերունդին եւ նրանք բնակվեցին այստեղ եւ այստեղ քո անվան սրբարանը շինեցին ու ասացին. Եթե մեզ վրա գա չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կգանքնենք այս տան առաջ քո դիմաց որովհետև քո անունն այս տան վրա է եւ մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ եւ այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ։ Ինչ էլ որ գա, տեսեք, չարիք, սուր, բادرազմ, բադուհաս, սով, ժանդախտը հիվանդությունն է։ Քո արջևը պիտի գենանք, պիտի աղաղակենք եւ պիտի լսես։ Թուն մեր հզոր Աստված, մեր ամբողջ վստահությունը պիտի տնենք քո վրա։ Ով մեր Տեր Աստված, միթե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա եւ մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղված։ Հանալի խոսքեր կան հոստեղը, որովհետև մենք զորություն չունենք։ Մենք տեսնանք, որ մենք դգարենք։ Մենք շատ ադեներ կտեսնանք, որ չէ ասալ գրնանք։ Զորավոր կտեսնանք, որ մենք էզի։ Աստուծո մենք գրնանք, ասող կստենք, ամոր կստենք, մենք մեր ջամփաները ունենք, մենք կսենք, որ զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը։ Ինքը գիտակցեց, որ ինքը դգար է, որ եկել է մեզ վրա եւ մենք չգիտենք, թե ինչ անենք։ Մենք 10 բան գիտենք, երբ որ խնդիրը գա, աս լուծում, չգիտենք, թե ինչ անենք։ Երբ որ խնդիրը կա, հասկացիր քո դգարությունը, ընդունեք քո դգարությունը, որ Աստված կորձե քո կյանքում եւ հեչ մեկ ջամփամիքը ձեր։ Մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետեւ մեր աչքերը քեզ են ուղված։ Ինչի վրա ենք ուղում մեր աչքերը։ Գիտես, երբ որ մենք մեր ամուսիններու համար գաղութենք, մեղքերը կտեսնանք։ Մեր աչքերը ուղված են մեղքին, մեր աչքերը ուղված են մեր հիվանդություններին, մեր աչքերը ուղված են հիասթափված մարդուն, երբ որ տեսնում ես դու ես ընկնում։ Ուր է ուղված մեր աչքերը։ Իրոք մենք Աստծուն ենք նայում, որ Իրանից փրկությունը վերցնենք։ Ինչի վրա ենք ուղղել մարդու մեղքերին, մարդու հպարտությունն ու գոռոզությունը տեսնում ես, ասում ես, օ, ես չեմ կարող այս մարդու հետ։ Մեր աչքերը քեզ են ուղված։ Դու ես փրկողը։ Ամեն։ Ահա 15-ը եւ հետո 20-25-ը։ Եվ նա ասաց. լսեցեք Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչներ եւ ով Հոսափատ, թագավորը։ Տեր ձեզ այսպես է ասում. մի վախեցեք եւ մի զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը։ Մեր վրա չի վերցնենք, որ մենք կրնանք ընել։ Աստված պիտի ընե մեր միջոցով։ Մերը չէ, մենք մեր կյանքերը Աստծուն տված ենք։ Մենք մերը չենք։
քեզինը չէ այդ բادرազմը, այլ Աստծունն է, անոր համար վստահիր ամբողջ սրտով։ Դեսեք որ ջամփա չկդավ ինչ պիտի անենք։ Ջամփաներ մի ունեցիր, քու ջամփաները սրբե ամբողջությամբ։ Ամեն 20-25-ը ինչ հրաշալի Աստված է։ Արավոտյան գանուխ վեր կացան եւ գնացին Թեկուեի անապատը, նրանց գնալու ժամանակ Հոսափաթը կանգնեց եւ ասաց. Թագավորը, ինձ լսեցեք ով Հուդայի եւ Երուսաղեմի բնակիչներ, հավատացեք ձեր Աստծուն եւ հաստատ կմնաք, հավատացեք նրա մարգարեներին եւ հաջողություն կունենաք։ Հաստատությունը Աստծո հավատքի մեջ է, որովհետեւ եթե մարդուն հավատացկոր սիրտը դասանգե։ Վստահ եմ չի գա այդ մարդը, որ քեզի այդ վստահությունը գուտա գոր, գրնալալ այդ վստահությունը գա սուդ է փայց։ Գտիմենք որ ես մարդ գիտեմ ասա որ ես թիմեցի խնդիր ուներ ինչ որ մեկը իրեն բարդ կեր եւ ինքը ծանոթ բարեկամ մեջ է մցուց եւ իր վստահությունը շատ մարդը փաստապան, ասանք մեծ մարդ մնե, ինքը պիտի լուծի աս հարցը։ Երկու շաբաթ հետո ինչ եղավ։ Դե չեղավ։ Մարդու վրա էր իր հույսը, ծանոթ բարեկամ էր դրել, որ իր պարտքը վերցներ։ Ինչ խնդիրի մեջ էլ որ լինես, Աստծո վրա թող լինի քո հույսը։ Եվ դու հաստատուն կմնաս։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ Տիրոջ համար երգիչներ եւ Սուրբ Փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք ընթանալով սպարազինյալներին արչևից ասում էին. «Գոհացեք Տիրոջից, որովհետեւ հավիտյան է նրա ողորմությունը»։ Գերտանգոր բادرազմի երգելով բարելով։ Չի հասած, որովհետեւ հաղթանակը արդեն իրենց մեջ էր։ Իրենք կսեգոր զինվորներուն արչևեն երգիչները ղրգեցին եւ գերքեին Աստծո փառքը եւ գոհություն գուտային որ Աստված մեզի ազատեր է, բայց թիմացը հազարանոց զորք կար։ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամոնացիների ու մովաբացիների եւ Սեիր լերան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու եւ նրանք կոտորվեցին։ Դարան, այսինքն խառնաշփոթ դրավ իրենց մեջ եւ նայեցեք ինչ եղավ, որովհետեւ ամոնացիները ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լերան վրա բնակիչների վրա, ջարդելու եւ բնաջնջելու նրանց, երբ վերջացրին իրենց գործը, Սեիր բնակիչների հետ իրար օգնեցին միմյանց ջնջելու։ Իրենք իրենց մեջ իրար մերձեցին։ Չհասկացան ինչպես մեկը չելավ պատերազմելու, իրենք լերան վրա գեցած գնային, որ ինչպես զորքը իրար մեջ իրարու երկու թշնամիներ իրարու գմերցնեն գոր։ Հուդայի մարդիկ եկան, անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությունը եւ ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։ Այն ժամանակ Հոսափաթը ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը, նրանց դիակների մեջից գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ եւ կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ 3 օր կողոպտեցին ավարը, որովհետեւ չափազանց շատ էր։ Քացին, օգուտնա վերցուցին, ինչ որ գար, թանկարժեք բան, ուր գացանք պատմություն Իսրայելի ժամանակ։ Եվ որ Իսրայելը Եգիպտոսի մոտ քերի էին, եւ որ Աստված պիտի հաներ Եգիպտացիները եկան դվին ամեն ոսկեղեն իսրայելացիներուն անանգելան։ Սատանան ինչ որ կողծեր է, չի գա հեչ մեկտեղ բادرազմ ունես եւ թուն շահով չլես։ Ինչ որ կողծած է սատանան թուն պիտի վերցնես եւ պիտի շահով ելլաս, որովհետեւ Աստված քու վստահությունը դեղած է, որովհետեւ քու սիրտը ամբողջ սրտով վստահած է Աստծուն։ Ամեն։ Ուղիր քո հայացքդ Աստծուն, քո ուժերին մի վստահիր, քո ճանապարհներին մի վստահիր, գիտությանը մի վստահիր, ֆինանսին մի վստահիր, մարդու զորությանը մի վստահիր, այլ քո վստահությունը միակ թող լինի քո Տեր Աստվածը։ Տերն ապավենն է խեղճին, ապավեն նեղության ժամանակներում, եւ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետեւ դու չես լքում քեզ փնտրողներին, Տեր։ Սաղմոս երկեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցեք նրա գործերը ժողովուրդների մեջ։ Ամեն։ Հուսով եմ ասկարոզեն հետ ամեն մեկու սիրտը իսկապես ամբողջությամբ վստահությունը գտնե Աստծուն։ Եվ ոչ թե մեր ճամփաներում, ոչ մեր իմաստությանը, ոչ մեր ֆինանսին, ոչ էլ նայենք մեր աչքերը ուղենք Աստծուն, որովհետև մենք երբ որ գնայինք կոր մարդուն, մենք երբ որ գնայինք կոր խնդիրներին, մենք երբ որ գնայինք կոր ցավերուն, մենք գինանք, մեզի կքաշեն։ Ինչքան էլ սիրելի է քո մոտիկը դե այդ մարդը, երբ որ իրեն գտեսնաս, որ ինգած տուն ալ գինաս։ Անոր համար մեր
աչքերը լան Աստծուն, որ մենք կրնանք բարձրացնենք։ Եվ որ իրեն նայենք մենք հետը պիտի ինանք իր մեղքերուն հետ միասին թաղվենք եւ լուծումներ չտեսնանք, այլ մեր աչքերը Աստծուն լինեն։ Գիտեք, Պետրոսին երգը երգեցին եւ Պետրոսը երբ որ գկալեր գործովի վրայով, ինչ ուրախացեր էր, դասեք որ երբ որ նայեցավ ալիքներուն, խորտակվեցավ։ Մեր հայացքը մնա Հիսուսին վրա։ Ճանչնանք Հիսուսին։ Մեր սիրտերը եթե հերացած է փնտրենք, որ մոտիկ ըլլանք, որովհետեւ մեր վստահությունը ինքը լա։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնված եղեք։ Եկեք աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ Տեր, որ թուն գուզես մեզի փրկել ամեն իրավիճակները։ Տեր, եթե սիրտս հերացած է, եթե չեմ գրնար որ Տեր վստահիլ քեզ ամբողջությամբ, ես որոշում եմ կայացնում, որ քեզ նայեմ, քեզ փնտրեմ, քո ճանապարհները սիրեմ, եւ քո ճանապարհներում լինեմ, եւ սովորեմ վստահել քեզ ամբողջ իմ սրտով։ Ես չեմ ուզում նայեմ իմ իմաստությանը, ես չեմ ուզում վստահեմ մարդուն եւ մարդու զորությանը, չեմ ուզում վստահեմ ֆինանսին եւ ամեն իրավիճակ դնում եմ քո ձեռքերի մեջ, դու հզոր Աստված ես եւ ինձ կփրկես ամեն անհիլանելի իրավիճակներից Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։